Բարսելոնան դժվարությամբ հաղթեց ճանճերին Լիվերպուլի երկրպագուի հավանական նոր չելենջը։ Մարոկոյի հավաքականը աշխարհի չեմպիոնա Վինիսիուսը սկսել է օգնել Մբապեին ու Ռեալին։ Փաստորեն ստացվում է։ Լիվերպուլի ֆանները նստած մտածում են, թե ինչ չելենջ անեն, որ իրենց ֆուտբոլիստներին մի քիչ զարթնեցնեն, ոգևորեն։ Մենք էլ ենք մտածել չելենջ։ Եթե այս թողարկումը հավաքի մինիմում 200 լայք, ապա հաջորդին ես կբացեմ իմ ամենամեծ գաղտնիքներից մեկը։ Հայաստան ասելիս ծնկները սալվում են, բայց Բարսելոնա ասելիս աչքիս Պետրին է գալիս։ Սա ուղղակի լիրիկական զեղում, գեղատեսիլ վիդեո, որ հաջորդը ավելի թեթև տանեն հատկապես Բարսելոնայի երկրպագուները։ Մինչև խաղը ժիրոները իրենց ուժը շատ յուրահատուկ ձևով արտահայտեցին։ Եթե չհասկացաք, ասեմ, որ Ժիրոնայի մասկոտը ճանճը, էտեն կենթանին է, որի հետ թիմը ասոցացնում է իրեն։ Ես էլ չգիտեի ու երբ իմացա, խորացա ու պարզվեց։ Սիսան Ժիրոնա ակումբի մասկոտն են, այն ներկայացնում է քաղաքի ու ակումբի արժեքները մարմնավորելով հույս եւ համառություն։ Արա լավ, ճանճը հույս է ներշնչում։ Համառությունը հասկացանք, համառորեն մարդու կյանք ա ուտում։ Արա բայց հույս, ինչ հույս պիտի առաջացնի ճանճը։ Բարսայում ընդունում են այս ճանճին։ Ոնց երևում է չէ։ Խաղի ժամանակ այդ կատալան ճանճը կարող էր նստել Բարսելոնայի վրա, փչացնելով թե նրա տրամադրությունը, թե խաղի հաշիվը, այդ ամեն ինչն էլ կլասիկոից առաջ, բա։ Կատալոնական դերբիում Բարսելոնան կրկին պաշտպանությունում բաց դռների օր էր հայտարարել, որից էլ ժիրոները օգտվեցին մեկ անգամ։ Են Պետրին չկորցրեց գնդակը կենտրոնում։ Ասի, նենց չի, մեր հաղորդումը անթերի է գլոբ։ Բայց լուրջ Բարսան այս պաշտպանությունով շատ է տուժելու Ռեալի դեմ այդ հաստատ։ Սակայն ինչպես երևում է ֆլիկին էլ չի։ Մի հատ նայեք ոնց է ցնծում, ոնց որ չլը եզրափակիչում է հաղթել, ոնց որ Յամալը հղփավարի չի ապրում, ոնց որ են Արաուխոն պաշտպանությունում նորմալ խաղում է։ Այդ վերջինը չէ, հաստատ չէ։ Դե դրա համար էլ ասում են գնացել է Հանսի մոտ, ասել որ ինքը պաշտպանվում, որ իրեն ուղարկեն հարցակման գիծ, որ գոլ խփի։ Հենց այդպես էլ եղավ, գնաց հարցակման գիծ, գոլը խփեց, մայքեն հանեց, դարձավ հերոս։ Ես հասկանում եմ, որ Բարսայի երկրպագուները հիմա ինձ կուզենան հում ուտել, բայց ուզում եմ ասել, որ Ռեալը այս խաղում առաջիկա կլասիկոյում ունի առավելություն թե խաղային, թե անհատական որակներով եւ դրան էլ գումարենք բացակա ֆուտբոլիստներին, հատկապես որ ֆլիկին էլ որակազրկել են մի 21 տարով։ 2021 թվական Լիվերպուլը հաղթում է Յունայթեդին 5-0 հաշվով, 2023 թվական Լիվերպուլը հաղթում է Յունայթեդին 7-0 հաշվով սեփական հարկի տակ։ Ու դες 10 տարի Մանչեսթեր Յունայթեդը չէր կարողանում հաղթել իր գլխավոր մրցակցին, ճիշտ է, 10 տարի չէր կարողանում հաղթել միայն Էնֆիլդում։ Բայց դա կապ չունի, այդ 10 տարվա ընթացքում Լիվերպուլը թե տանը, թե դրսում ակնհայտ առավելություն ունի։ Ավելի ճիշտ կլինի ասել ուներ։ Հա, ուներ, որովհետև նոր մրցաշրջանում դժվար է պատկերացնել, բայց Լիվերպուլը վերածվում է Յունայթեդի։ Այնքան արեցին, որ այս մեր քուրը ափերից դուրս եկավ։ That's it. The game's fucking over. The game is over. Խաղը Յունայթեդի համար շատ լավ սկսվեց։ Հենց առաջին րոպեին Մբուեմոն բացեց խաղի հաշիվը, իսկ Ալեքս Ֆերգյուսոնը մի բան զգում էր ու խաղից առաջ Քենի Դալգլիշին, Լիվերպուլի լեգենդին, սեմեջկա էր առաջարկում, որ ներվերը հանգստացնի։ Իսկ մեր քվորը ոչ մեկ չկարողացավ հանգստացնի Մխիթարի, անգամ Սալահը էդ էլ չի կարում։ You can lose against anyone else, literally, but not them. And we did. We lost against Manchester United. Աչքիս հիմա էլ ես աչոննա չելենջ անելու թե բա They 15 I'm not doing sack until Liverpool win 5 game in a row։
Չէ, սա կատակ որպես Լիվերպուլի վիճակը այդքան վատ չի, տղեկը ուղակի վիվերկից են ընկել։ Այ պաշտպանությունում ամեն ինչ սարսափելի է։ Այն Կոնատեն հաստատ մտքով արդեն Ռեալում է, Վան Դեյքի քամակի պատմությունն էլ դեռ ակտուալ է։ Իսկ Հարի Մագվայրը խփելով հաղթական գոլը կարող է հանգիստ գլուխ գովալ աղջիկների մոտ, թե բա Լիվերպուլ ակումբը գիտեք, հենց նոր չոքցրի։ Դիեգո Դալոն էլ խաղից հետո հույս հայտնեց, որ կկարողանան այս պահին իրենց ամենահայտնի երկրպագուին պարգևել նորմալ սանրվածք, թե չէ հարիվին արդեն քուչում պրճոտ են ասում։ Ու Լիվերպուլի այս մինի անկմանը զուգահեռ Յուրգեն Կլոպը պոդկասթի էր գնացել ու ասեց. հնարավոր է վերադառնաք Լիվերպուլ։ Is that within the realm of possibilities? Ես ասել եմ, որ Անգլիա ուրիշ թիմ չեմ մարզի, եթե որոշեմ, ուրեմն դա Լիվերպուլը կլինի։ So, yeah, theoretically it's possible. Դե ինչ է, դուք գրեք կուզեք արդյոք Կլոպը վերադառնա Լիվերպուլ, իսկ մենք Արնե Սլոտին առողջություն ու մազեր ենք ցանկանում։ Գուցե մազերից ուժ ստանա։ Նախորդ թողարկումներից մեկում նշել էինք, որ Ռոնալդուն հայտնել է, թե իր ուժը մազերի մեջ է, կհիշեք։ Դրանից չանցած մի քանի օր նա բռնեց ու կտրեց մազերը, համոզելով, որ այդ միֆը սուտ է։ Ալ-Նասրը արաբական պրո լիգայի հերթական տուրում 5-1 հաշվով հաղթեց Ալ-Ֆաթեհին, հետրիկի հեղինակ դարձավ Ժոաու Ֆելիքսը, մեկական գոլ էլ խփեցին Ռոնալդուն ու Քինգսլի Կոմանը։ Ռոնալդուի այդ գոլը 949-րդն էր, ինչը պատմական ցուցանիշ է Պորտուգալացու համար։ Բայց ի՞նչն է պատմական, որ ոնց թե որ կողմից էլ կարդաս նույն թիվն է ստացվում։ Դրա համար էլ Ռոնին իր շատ մոտիկ ընկերոջ հետ շատ բուռն տոնեց այդ հաջողությունը։ Գրիշը ավանդական ֆուտբոլում գրանցած հաջողություններից արբենալով հիմա էլ որոշել է ոչ ավանդական ֆուտբոլը գրավել։ Վիզս կտրեմ, թե հավատում եմ։ Խնդրեմ։ Եկեք ծանոթանանք Չեմպիոնների լիգայի առաջիկա հետաքրքիր խաղերին, որից հետո իտալական ֆուտբոլն է, իսպանական ֆուտբոլն է իր գրքերը։ Հոկտեմբերի 21-ին կհանդիպեն Բարսելոնա, Օլիմպիակոս, Արսենալ, Ատլետիկո Մադրիդ, Բայեր Պարի Սեն-Ժերմեն, Ունիոն Ինտեր, Վիլիարեալ, Մանչեսթեր Սիթի զույգերը։ Հոկտեմբերի 22-ին Մոնակոն կընդունի Տոտենհեմին, Բավարիան, Բրյուգեին, Այնտրախտը, Լիվերպուլին, Մադրիդի Ռեալը, Յուվենտուսին։ Հոկտեմբերի 23-ին Եվրոպա լիգայի շրջանակում կհանդիպեն Բրագա, Ցրվենա Զվեզդա եւ Ռոմա, Վիկտորիա Պալզեն զույգերը։ Մադրիդի Ռեալը շարունակում է սակավ գոլերով հաղթանակներ տանել, սակայն Խետաֆեի դեմ խաղում դա էլ չէր լինի։ Չնայած Մբապեն շատ էր փորձում, չէր ստացվում ուղակի, 11-11-ի դեպքում չէր գնում։ Դրա համար Խետաֆեի մարզիչ Բորդալասը խաղադաշտ մտցրեց Ալանյոմին հստակ առաջադրանքով անդամատել Վինիսիուս Ջունիորին։ Այ տղա Գագո, բայց դու ինչ խուժանն ես, ոտքն էլ անդամ, ուզում էր ոտքերը ջարդեր Վինիսիուսի, թե չէ նրա ձայնը բարակում է միայն լացելուց։ Չնայած վերջին խաղերին պետք է ընդունել, որ չի լացում Վինիսիուսը ու օգուտ է բերում թիմին, որքան էլ որ զարմանալի է։ Շարունակելով կարմիր քարտերի թեման, առաջարկում եմ գնանք Բոլիվիա, որտեղ ֆուտբոլային լատինաամերիկյան կրքերը բլբլթում էին։ Բլումինգ Բոլիվար խաղի ժամանակ Բոլիվարի դարպասապահը մի երկու խաղցր խոսք ասաց, ինչը շատ դառը ընդունեցին Բլումինգի ֆուտբոլիստներն ու սկսեցին սիրել իրար։ Այնքան թեժ ու արագ էր այդ սիրո պրոցեսը, որ ոստիկանությունը արդյունքաբեր գազ է կիրառել, որ շուտ հանգստանան արդյունքում։ Քանի լատինական Ամերիկայում ենք, ուզում եմ ձեզ համար մի երգ կատարել։ Забери меня скорей, увози за 100 морей и целуй меня везде, 18 мне уже.
Այ բրինջ։ Շնորհավորում եմ Մարոկոյի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոն դառնալը։ Չիլիում ընթացող մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում չեմպիոն դարձավ Մարոկոն Յասիր Զաբիրիի դուբլի շնորհիվ։ Այս հաղթանակը եւս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ ֆուտբոլ կարող են խաղալ բոլորը։ Բացի գլոբից։ Բացի Զաբիրից շատ երիտասարդ ֆուտբոլիստներ նույնպես աչքի ընկան, օրինակ Օթման Մաման։ Հա, բալես։ Քոչե մամ։ Մարոկացին ֆանտաստիկ է դրսևորել իրեն այդ մրցաշարում, բացի դա մի հատ շքեղ մկրատաձև գոլ է խփել։ Դե ինչ, առաջարկում եմ գնանք Իտալիա, որտեղ մի քանի հետաքրքիր դրվագներ եղան։ Հետաքրքիրը որն է, տկլորվելու դրվագ։ Առաջինում Ռաֆա Լեոն էր Միլանից, երկրորդը Նոա Լանգը Նապոլիից։ Պորտուգալացին դուբլեց եւ հաղթանակ պարգևեց իր թիմին Ֆիորենտինայի դեմ խաղում։ Հաղթական 11 մետրանոցը իրացնելուց հետո նա ցանկանում էր տկլորվել, բայց խաղընկերները զսպեցին նրան, թե բա Չեմպիոնների լիգան չես հաղթել, այ ուլ։ Իսկ Նոա Լանգը գոլից հետո հանվեց, մի բան էլ գնաց երկրպագուների հետ տոնելու, ուզում էին արդեն պաճպճվել, բայց այդ ամեն ինչը իզուր, որովհետև գոլը չհաշվեցին, Նապոլին պարտվեց, Կոնտեն կատաղեց, Նապոլին պարտվեց, Ինտերն էլ հաղթեց 1-0 հաշվով։ Հենոն մի քանի լավ հնարավորություն ունեցավ, բայց չխփեց, չստացվեց վերջին մի քանի տարում Հենոն կտրականապես հրաժարվում է աչքի ընկնել։ Վերջերս Յուրգեն Կլոպը նույնպես չի սիրում աչքի ընկնել, հարցազրույցներ տալ, բայց վերջին օրերին եղավ մի մեծ ոդկասթի, պարզվում է գերմանացի լեգենդար մասնագետը մինչև Լիվերպուլը առաջարկ է ունեցել Մանչեսթեր Յունայթեդից։ Ահա թե ինչ է ասում այդ մասով։ Իհարկե մենք բանակցում էինք, նրանք ինձ ասացին, որ պրոբլեմ չունեմ ու կբերեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին։ Նրանք ոգևորված խոսում էին, իսկ ես գնալով հասկանում էի, որ այդ իմը չի ու հրաժարվեցի։ Փաստորեն ստացվում է Լիվերպուլում հիմա հենց այդ պատկերն է, առնում են ամեն ինչ ու բոլոր կողմերից։ Հիմա ստեղ հարց է առաջանում, արդյոք դա էր պատճառը, որ Կլոպը հեռացավ։ Լոնդոնի Արսենալը շատ լավ թափ է հավաքել ու առաջատարն է Անգլիայի Պրեմիեր լիգայի, նրանց այդպես չենք անդրադառնում, որ հանկարծ աչքով չտանք։ Նոթինգեմ Ֆորեսթի սեփականատիրոջ մասին կատակները գնալով շատանում են, ասում են նա իր մարզիչներին տանում եւ կորցնում է Նոթինգեմյան անտառները։ Մոնակոն իսկական պայքար է առաջարկել Paris Saint-Germain-ին ֆրանսիական Լիգա 1-ում։ Փարիզեցիները խուճապի մեջ են, չեն հասկանում ինչպես իրենց դրսևորեն երկրորդ տեղում։ Մյունխենի Բավարիան հաղթեց Դորտմունդի Բորուսիային, որը պարտություն չուներ, եւ Հարի Քեյնը ապացուցեց, որ կարող է անգամ մայր մեղվին հանել փեթակից ու փոշոտել կամ հոշոտել։ Մինչ Բարսայում փորձում են հասկանալ, թե ոնց Ռեալին մի բան անեն մի շաբաթից, Լամին Յամալը պահկվոցի է խաղում։ Դե մենք էլ այսպիսի ուրախ տրամադրությամբ հրաժեշտ ենք տալիս ձեզ, հավատացնելով, որ մի քանի օրից կրկին կհանդիպենք։ Այդ հանդիպումը շատ ավելի արագ դարձնելու համար գիտեք ինչ պետք է անել, էլ չեմ ասելու։ Լավ եղեք, կհանդիպենք։